Millennium Design Jewelry, որակյալ եւ գեղեցիկ զարդերի իսկական պատկերասրահ, դասական եւ մոդեռն ոճերի բացառիկ նմուշներ։ Մնայուն եւ աչք շոյող զարդեղեն, որն առավել կընդգծի ձեր հմայքն ու գեղեցկությունը։ Millennium Design Jewelry, Գլենդելի կենտրոնում գործող ոսկյա եւ ադամանդյա զարդերի հանրահայտ վաճառակենտրոն, որտեղ ձեզ առաջարկվում է յուրաքանչյուր առիթի համար մնայուն եւ անմոռաց զարդեղեն։ Millennium Design Jewelry. Բարերեկո, հարգելի հայրենակիցներ, ես բժշկուհի Անժելա Աչիգյուզյանն եմ եւ շարունակում եմ հաղորդաշարը նվիրված ձեր առողջապահական խնդիրներին։ Ուրեմն այսօր ես մի փոքր պիտի շեղվեմ իմ հիմնական նյութերից, երբ ես միշտ ձեզ բացատրում եմ տարբեր հիվանդությունների մասին, տեղեկություններ եմ տալիս եւ ասենք խոսում եմ ինչպես արևմտյան բժշկության բացատրությունը այդ հիվանդության մասին, այնպես էլ արևելյան բժշկության, խոսում եմ ասեղնաբուժության մասին, սակայն այսօր պետք է խոսեմ մի երկու բույսի մասին, որոնք ես շատ հաճախ եմ օգտագործում իմ պրակտիկայում։ Հիշեցնեմ, որ լինելով ասեղնաբույժ, իմ պարտականությունների մեջ նաև մտնում եմ բուսաբուժությունը։ Շատ ասեղնաբույժներ խուսափում են դրանից, բայց ես այնպես է պատահել, որ դասավանդում եմ եւ ասեղնաբուժություն եւ բուսաբուժություն, եւ դա մեկ մասնագիտության մեջ է, մեկ լիցենզիայի մեջ է մտնում, այնպես որ անընդհատ պարբերաբար պետք է թարմ պահեմ այդ գիտելիքները, եւ որը չի նշանակում, որ ամեն բան դու կարող ես հիշել եւ ամեն անգամ պետք է լինում դիմել գրքերին եւս մեկ անգամ թարմացնել հիշողությունը եւ առաջարկել հիվանդներին տարբեր բույսեր կամ որպես հիմնական բուժման միջոց կամ որպես օժանդակող միջոց, երբ անում ես ասեղնաբուժությունը եւ իհարկե նաեւ որպես օգնող միջամտություն հաճախ երբ նրանք ստանում են տարբեր դեղեր իրենց հիմնական, ասենք, այլ բժիշկներից, երբ ստանում են ֆարմացևտիկ բժիշկներ, բիոմեդիցինին վերաբերող բժիշկներ, կներեք, դեղամիջոցներ, դրա հետ միասին նաև տալիս ենք տարբեր դեղաբույսեր, որոնք կարող են ոչ միայն փոխարինել այդ դեղամիջոցները, այլև կարող են, ասենք, նրանց առաջացրած կողմնակի երևույթները չեզոքացնել, կամ էլ կամաց-կամաց կարող են օգտակար լինել, որպեսզի դոզան քչանա, քանի որ հասկանալի է, որ չկա այդպիսի դեղամիջոց, որը չունենա որևէ կողմնակի երևույթ։ Իսկ այն կողմնակի երևույթները, եթե դուք կարդաք ամեն անգամ յուրաքանչյուր ձեր դեղը խմելուց, տեսնեք, թե ինչպիսի կողմնակի երևույթներ հնարավոր է, որ այդ դեղը առաջացնի, ապա կարելի է սարսափել եւ ընդհանրապես չխմել այդ դեղերը։ Բայց պարտավոր է այն կազմակերպությունը, այն ընկերությունը, որը արտադրում է այդ դեղերը, նա պարտավոր է բոլոր ճանաչված կողմնակի երևույթների մասին գրանցումներ կատարել, որպեսզի ձեզ տեղյակ պահի, դա օրենք է։ Հիմա շատ բույսեր կան, որոնք կարող ենք օգտագործել որպես եզակի բույսեր, այսինքն միայն այդ մեկ բույսով կարող ենք բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարել։ Բուսաբուժության, բայց լուրջ բուսաբուժության, ոչ թե այսպես ինչ-որ մեկը թերթում է ինչ-որ ժուրնալ կամ նայում ենք ինտերնետով ենք փնտրում եւ այլն։ Ես խոսում եմ մասնագիտական բուսաբուժության մեջ, մենք գիտենք բազմաթիվ բույսեր, որոնք ունեն մի քանի հատկություն եւ բույսեր, որոնք օժտված են մի շարք հատկություններով եւ այդ պատճառով կան որոշ բույսեր, որոնք մուլտիֆակտորիալ են եւ նրանք կարող են բազմաթիվ հիվանդությունների ժամանակ օգտակար լինել։ Դժբախտաբար մարդիկ հաճախ չեն օգտվում այդ բույսերից, ես խոսում եմ մասնագետների մասին, հաճախ մասնագետները տալիս են տարբեր, ուրեմն ֆորմուլաներ, տարբեր բույսերի խմբավորումներ, որը սակայն կարող է առաջացնել եւ կողմնակի երևույթներ եւ կարող է առաջացնել ալերգիկ երևույթներ։ Եվ լավ մասնագետ բուսաբուժը պետք է աշխատի հնարավորին չափ քիչ բույսերի միջոցով կամ ասեղնաբուժը հնարավորին չափ քիչ ասեղների միջոցով, բժիշկը հնարավորին չափ քիչ դեղամիջոցների միջոցով կարողանա բուժել, հաղթահարել այն հիվանդությունը, որով տառապում է իր հիվանդը։ Ուրեմն այդ իմաստով ես այսօր բերել եմ մի երկու ուրեմն դեղաբույս, առաջինը որ հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել, սա դանգույն է, սա արմատ է
Եվ այս դանգույ բույսը ինքը պատկանում է արյան տոնիֆիկացնող բույսերի թվին։ Հիմա ես ձեզ պարզապես ցույց կտամ, դրանից հետո կշարունակեմ իմ ուրեմն մինի դասախոսությունը, որովհետև ամեն անգամ իմ մայրիկն էլ ասում է, ամեն անգամ դու դասախոսություն ես կարդում, բայց կարծում եմ, որ 25 տարվա դասախոս լինելով չեմ կարող այլ կերպ վարվել։ Ուրեմն սա արմատ է ինքը, լատիներեն կոչվում է Angelic Radicis Angelica sinensis, շատ նշանավոր բույս է ասեղնաբույժների կամ բուսաբույժների շրջանակում, դանգույ, եւ ժողովրդական թարգմանությունը այս դանգույի նշանակում է վերադարձի վիճակ կամ դեպի վերադարձ։ Հիշեցնեմ, որ չինական բժշկության մեջ յուրաքանչյուր կետ, ասեղնաբուժական կետ, յուրաքանչյուր բույս ունի իր պատմությունը։ Քանի որ ժամանակին, երբ Չինաստանում կային տարբեր պրովինցիաների կայսրները իրար հետ պատերազմում էին, հաճախ սպանում էին բժիշկներին եւ ոչնչացնում էին բժշկական գրառումները։ Եվ այդ պատճառով բժիշկները սկսեցին դարերի ընթացքում այս գիտելիքները փոխանցել իրենց զավակներին, հիմնականում իրենց տղային եւ իրենց հարսին, որպեսզի հիշվեն այդ յուրաքանչյուր կետի նշանակությունը, ֆունկցիան եւ հիշվեն բոլոր հատկությունները տարբեր բույսերի, ամեն մի կետի եւ ամեն մի բույսի համար ինչ որ մի պատմություն էր ստեղծվում։ Ուրեմն այս պատմությունը այս բույսի վերաբերյալ հետեւյալն է։ Ուրեմն երիտասարդ աղջիկը ամուսնանում է եւ գնում է իր ամուսնու տունը ապրելու, սակայն պարզվում է, որ չինացիների մոտ էլ հարս ու կեսուրի պատմություն կա եւ հարս ու կեսուր ունենում են վատ հարաբերություններ, կեսուրը բավական վատ է վերաբերվում իր հարսին, հարսն էլ ինչ-ինչ պատճառներով թույլ է օրգանիզմը, ունի արյան պակասություն, նրա արգանդը պատրաստ չէ լինում ծննդաբերության կամ հղիանալու եւ չի կարողանում հղիանալ, այսինքն ունի որոշակի խնդիրներ։ Եվ քանի որ չի կարողանում հղիանալ, կեսուրն էլ բարկանում է եւ դուրս են վռնդում այս աղջկան իրենց հարսին, իրենց տնից։ Հարսը վերադառնում է մորտուն եւ մայրը սկսում է այս բույսով թուրմեր պատրաստել եւ խմեցնել իր աղջկան։ Մի քանի ամիս անց ամուսինը հիշում է իր կնոջը, կարոտում է իր կնոջը, գալիս է իր կնոջ տունը եւ այստեղ մի քանի օր մնալուց հետո հղիացնում է իր կնոջը։ Պատմությունը այսպիսին է, որպեսզի հիշել հիմնական կարևոր ուրեմն ֆունկցիաները այս բույսի եւ այդ պատճառով կոչվում է վերադարձի վիճակ։ Բայց իհարկե պետք է ասեմ, որ այս դանգույ բույսը ունի ոչ միայն այդպիսի հատկություն, բայց ունի նաեւ այլ հատկություններ, բայց քանի որ իր հիմքում ընկած է արյան տոնիֆիկացիան, արյան ուժեղացումը, արյան ստիմուլյացիան, այդ իմաստով նա կարող է բազմաթիվ հիվանդությունների ժամանակ ունենալ դրական ուրեմն ազդեցություն։ Հետո պետք է հիշենք, որ այս տվյալ, ասենք, արմատի քիմիական բաղադրության մեջ մտնում են տարբեր նյութեր, որոնք ոչ միայն ասենք արյունն են ուժեղացնում, այսինքն ստիմուլում են արյան արտադրությունը, այլև այլ քիմիական բաղադրիչ մասերի շնորհիվ կատարում են այլ ֆունկցիաներ եւս։ Ուրեմն հիմա ուզում եմ ընթերցել մի փոքր, քանի որ այդ բոլորը հիշել հնարավոր չի, ուզում եմ մի փոքր ընթերցել, որպեսզի դուք ավելի գիտականորեն հասկանաք, թե ինչ է անում այս բույսը։ Ուրեմն այս բույսը իր հատկություններով ինքը տաք է, մի փոքր կծվոտ է եւ քաղցրավուն է, սակայն կծվոտ քաղցրավուն է։ Իմ հիվանդները, երբ օգտագործում են սա, ասում են, որ սա իրենց հիշեցնում է չամանի հոտը։ Եվ իսկապես, եթե ես հիմա ինքս փորձեմ հոտ քաշել, իսկապես մի փոքր հիշեցնում է մեզ չամանը, բայց շատ թույլ։ Ինքը գնում է, ազդում է սրտի, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի վրա եւ փայծաղի վրա։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք, այս 3 օրգաններն էլ իրենք արյունաստեղծ եւ արյունաշարժ ֆունկցիաներ ունեն։ Սիրտը
պոմպն է, արյունը խթանում է նրա առաջընթացը, պոմպի միջոցով սիրտը որպես պոմպ առաջ է մղում արյունը։ Լյարդը ինքը հանդիսանում է արյունաստեղծ օրգան, փայծաղը հանդիսանում է արյունաստեղծ օրգան, բայց ենթաստամոքսային գեղձն էլ հանդիսանում է այն գեղձը, որը արտադրում է այն էնզիմները, որոնք օգնում են, որպեսզի մենք սնունդից կարողանանք այդ սնունդը մանրել, տրոհել այն մասնիկների, որոնք ներծծվում են արյան մեջ եւ որ մենք կարող ենք յուրացնել։ Այսինքն մենք չենք կարող արյուն ստեղծել, եթե մեր ենթաստամոքսային գեղձը թույլ է։ Եվ փայծաղը, լյարդը հանդիսանում են արյունաստեղծ օրգան, լյարդը իրեն հերթին հանդիսանում է արյան դեպո, այսինքն այս բոլոր 4 օրգանները իրենք կապ ունեն արյան հետ։ Ուրեմն ինչ է անում այս բույսը։ Նա ուժեղացնում է, ստիմուլում է արյան ծնունդը, այսպես ասած, հատկապես եթե գոյություն ունի սրտի եւ լյարդի արյան պակասություն։ Նա ուրեմն տարբեր ֆորմուլաների միջոցով կարողանում է ապահովել նաեւ լինելով տաք, կարողանում է նաեւ ապահովել տաքությունը մեր ստամոքս աղիքային համակարգում։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք, չինական բժշկության մեջ կան արտահայտություններ, որոնք պարզապես այսպես արտահայտություններ են եւ սովորական մարդու համար կամ արևմտականացված ականջի համար կարող են տարօրինակ կամ ինչ-որ այսպես առեղծվածային բաներ հնչել, բայց այսպիսի հասկացողություն կա։ Բույսը տաք է, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այս բույսը ընդունակ է մեր օրգանիզմին պարտադրել կամ ազդել այն մեխանիզմների վրա, որոնք առաջացնում են էներգիա եւ էներգիայի տաքության տեսակը, այսինքն կարող են տաքություն ապահովել որոշ օրգաններին, իսկ մեզ այդ էներգիան, այդ տաքությունը անհրաժեշտ է, որովհետեւ եթե օրգաններում կա սառնություն, օրգաններում չկա էներգիայի առաջացում, ապա այդ օրգանների բջիջները չեն կարող իրենց գործը անել։ Ուրեմն եթե սա այս բույսը նպաստում է մեր ստամոքսաղիքային տրակտում առաջացնում է այդ տաքությունը, էներգիան, ուրեմն մենք կարող ենք նորմալ մարսել, մենք կարող ենք նորմալ տրոհել մեր կերած սնունդը եւ կարող ենք սննդից ստանալ նորմալ ուրեմն մասնիկներ։ Շատ հաճախ իմ հիվանդներին, երբ բացատրում եմ, որ նրանց մարսողությունը լավ չէ, տեսնելով նրանց լեզուն, նրանք ասում են, բայց ինչպես, ես ամենալավ ուտելիքն եմ գնում Whole Food-ից, ես շատ բարձր որակի ուտելիք եմ ուտում։ Լավ, դուք կարող եք բոլոր դեղերը խմել, դուք կարող եք բոլոր բույսերը օգտվել բույսերից, դուք կարող եք բոլոր լավ ուտելիքները ուտել, բայց եթե ձեր ենթաստամոքսային գեղձը, ձեր ստամոքսը, ձեր լյարդը, ձեր լեղին, լեղապարկը չեն աշխատում այնպես, ինչպես որ պետք է, ձեր բարակ աղիները չեն աշխատում այնպես, ինչպես որ պետք է, դուք այդ ձեր բարձրորակ թանկարժեք ուտելիքից կամ ձեր գնած բույսերից դուք չեք կարող ստանալ այն, ինչ որ ձեզ պետք է։ Ուրեմն պետք է այս հատվածում, այս ստամոքսը, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, փայծաղը, կներեք փայծաղը, լյարդը, ուրեմն gallbladder-ը, լեղապարկը նորմալ աշխատեն, որպեսզի դուք կարողանաք այդ ուտելիքից ստանալ։ Ուրեմն արյունաստեղծման համար նաև անհրաժեշտ է ճիշտ ստամոքսային տրակտ ունենալ։ Բացի դրանից, ուրեմն ինքը ուժեղացնում է արյան շրջանառությունը եւ անցկացնում է ցավ, այսինքն եթե մարդիկ ունեն ցավային զգացողություն, ցավը կարող է առաջանալ հիմնականում ցավը որպես ցավ ստեղծված է նրա համար, որ մենք ուշադրություն դարձնենք, եթե որևէ միտեղ չի ցավում, մարդը ուշադրություն չի դարձնում։ Ուրեմն մեզ ստեղծել են այնպես, որ երբ ինչ որտեղ ինչ որ մի բան այնպես չի, այսինքն գոյություն ունի հյուսվածքի կամ բջջի վնասվածք, ուրեմն պետք է առաջանան ցավային զգացողություն։ Իսկ հիմնականում լինում է ցավը այն պատճառով, որ որևէ մի հյուսվածք վնասված է, իսկ վնասված է շատ հաճախ այն պատճառով, որ նա ունի քիչ արյան մատակարարում, չի ստանում թթվածին, իսկ թթվածնային քաղցի պայմաններում հյուսվածքները չեն կարողանա էներգիա առաջացնել, չեն կարող ապրել։ Նրանց ուտելիքը, նրանց բենզինը, նրանց էներգիան գալիս է արյան միջոցով, գալիս է գլյուկոզայով, գալիս է թթվածնով։ Եթե այդ ճամփաները խցանված են, եթե արյունը նորմալ չի հասնում այդ հյուսվածքներին, բնականաբար հյուսվածքները սկսելու են դադարել, բջիջները սկսելու են դադարել նորմալ աշխատելուց եւ առաջանալու է այս ցավային զգացողությունը։ Ուրեմն այն պատճառով, այն պայմաններում, երբ
Ուրեմն այս ցավային սինդրոմը լինում է արյան շրջանառության վատ լինելու պատճառով, այս բույսը, դանգույը կարող է մեծապես օգնել մեզ։ Ինչպիսի ժամանակներ են լինում, ինչպիսի ցավերի մասին եմ խոսում։ Շատ հաճախ այս ցավերը լինում են menstrual ցավեր, այսինքն երբ դաշտանային ցավեր է լինում, երբ արգանդում արյան շրջանառությունը նորմալ չէ, երբ կուտակվում է այդ արյունը եւ չի կարող դուրս գալ, քանի որ մի շարք պատճառներով, պատճառներից մեկն էլ այն է, որ արգանդը չի կարող, թույլ է, չունի այդ ուժը, նա անեմիկ վիճակում է ընդհանուր օրգանիզմը, արյան պակասություն կա, նա չի կարող կծկվել, որպեսզի բացվի վզիկը եւ այդ արյունը դուրս գա, կուտակվում է եւ սկսվում է կտոր դուրս գալ։ Այս պայմաններում այս դանգույ բույսը մեծապես կարող է նպաստել։ Մեկ ուրիշ պատճառներ ցավային լինում է premenstrual pain, այսինքն նախադաշտանային ցավ։ Կարող է լինել հետդաշտանային ցավ, այսինքն այն բոլոր խնդիրները, որոնք կապված են դաշտանի հետ, անպատճառ ցանկացած դեղամիջոց չինական բժշկության մեջ իրենց մեջ ներառում են այս դանգույը։ Եվ երբեմն հենց միայն այս բույսի միջոցով կարելի է հասնել մեծ արդյունքների։ Բացի դրանից, երբ որևէ մեկը հղի է, նախ չի կարողանում հղիանալ, ես դա արդեն ամենասկզբից բացատրեցի, որ չհղիացող կանայք, այսինքն բեղմնավորման դժվարություն ունեցող կանայք, առաջին հերթին իրենց բոլոր ֆորմուլաների մեջ լինում է այս դանգույ բույսը։ Եթե որևէ մեկը ծննդաբերել է եւ ծննդաբերության ժամանակ եւս ունենում է այդ postpartum, այսինքն հետ ծննդաբերական ցավեր, անպատճառ կարող է օգտագործել այս բույսը։ Եվ պետք է ասեմ, որ հղիության ժամանակ եւս այս բույսը օգտագործվում է, դա այն կարևոր բույսերից է, որը հղի կինը եւս կարող է օգտագործել, ոչ միայն կարող է օգտագործել, այլ եթե երեխան ինքը անհանգիստ երեխա է, եթե արգանդում երեխան շարժվում է, իսկ շատ հաճախ երեխաները չափազանցված շարժվում են, պտուղը շարժվում է այն պատճառով, որ գոյություն ունի անեմիա, արյան պակասություն, եւ նրանք այդ շնչառական շարժումներն են, այսպես ասած, անում, որպեսզի թթվածին ստանան մորից, եւ եթե մայրը ինքը տառապում է անեմիայով, այս դանգույը կարող է օգտագործել մայրը եւ դա կտոնիֆիկացնի իր արյունը, դրա շնորհիվ իր պտուղը կարող է ավելի հանգիստ լինել, կարող է այդքան չշարժվի եւ չունենա այդ խնդիրները։ Բացի դրանից շատ հաճախ օգտագործվում է տրավմատիկ ուրեմն վնասվածքների ժամանակ։ Քանի որ տրավմատիկ վնասվածքների ժամանակ մենք ունենում ենք արյան կանգային երևույթներ, երբ միտեղ հարվածում ենք կամ ասենք վիրահատված ենք, ինչ որ մի բան է պատահել եւ մեզ մոտ կա այսպիսի ջարդված սալ ջարդ, այդտեղ արդեն արյունը նորմալ չի կարող անցնել, չէ, կապտած է, այդտեղ արյան անոթները վնասված են եւ երկար ժամանակ ունենում են կապտուկներ։ Երբեմն կարող է այդ ներքին մկանների ներսում լինի այդ կապտուկները, որոնք մենք չենք տեսնում եւ ցավեր առաջանան մկաններում, ցավեր առաջանա մեջքում։ Երբ որևէ մեկը ինչ որ ծանր բան է բարձրացնում եւ այդ ծանր բանը բարձրացնելու հետևանքով դիսկն է խախտվում կամ ասենք վնասվում է, այդ ժամանակ մկանները եւս լարվում են եւ արյունը նորմալ չի կարող ուրեմն շրջանառել։ Այս պայմաններում եւս այս դանգույ բույսը հաճախ կարող է նպաստել, որպեսզի արյունը նորմալ շրջանառի, իսկ ցանկացած վնասված օրգանին, ինչպես ասեցի, պետք է թարմ թթվածին, պետք է սնունդ, պետք է կառուցողական շինարարական նյութեր, որպեսզի վերականգնի իր վնասված տեղը, մեջքի ցավերի ժամանակ, եթե դա ոչ թե տաքից էր, ոչ թե բորբոքային է, ոչ թե ասենք սառից է, այլ տրավմատիկ է, ապա նորից այս դանգույ բույսը կարող է լինել շատ լավ ապաքինման միջոցներից մեկը։ Որպեսզի վերքերը, աբսեսները, տարբեր վնասվածքներ, տարբեր կարբունկուլներ, թարախաբշտեր, թարախապալարներ բուժվեն, ինչ է պետք դրանց։ Դրանց պետք է մեր օրգանիզմի բանակը, իմուն սիստեմը գնա հասնի այնտեղ։
Եթե արյունը լավ չի շրջանառում, ապա այս աբսեսները, այս թարախապալարները, այս բորբոքված վայրերը, թարախակալված մայսերը եւ հատկապես վատ բուժվող վերքերը իրենք կարիք ունեն արյան նորմալ շրջանառության եւ թարմ արյան հոսքի դեպի իրենց։ Դանգույը կարող է մեծապես նպաստել ինչպես ուշ բուժվող վերքերի, հատկապես ասենք շաքարախտով հիվանդների մոտ այդ վերքերը դժվարությամբ են բուժվում, այդպիսի ուրեմն հիվանդները կարող են մեծապես օգտվել այս բույսից։ Եվ եթե մենք ուժեղացնում ենք շրջանառությունը արյան, ապա այդ թարախաբշտերը եւս մենք կարողանում ենք հաղթահարել, որովհետեւ արյան հետ միասին այնտեղ են գնում սպիտակ գնդիկները, որոնք պիտի պայքարեն նեյտրոֆիլները, մակրոֆագերը, մոնոցիտները, որոնք պետք է պայքարեն այդ բակտերիալ process-ի հետ եւ լավացնեն այդ վերքերը։ Եկեք ես մի զանգ վերցնեմ, դեռ շատ բաներ կան, բայց մի հատ վերցնեմ, որովհետեւ արդեն անհարմար եմ զգում։ Այո, լսում եմ ձեզ։ Լսում եմ ձեզ։ Ես այլո դոկտորի հետ եմ խոսում։ Այո, լսում եմ ձեզ։ Բայև ձեզ դոկտոր։ Բայև ձեզ։ Ես իմ լեղապարտքս մանր քարեր ունի եւ ուզում եմ իմանամ տեսեմ արդյոք որևէ բույս կա, որ կարելի է բուժվել կամ թե Ես հասկացա ձեզ, ուղղակի ժամանակը քիչ է։ Պետք է ապերացիա լինի։ Չէ, ես ձեզ հիմա կպատասխանեմ, ես հասկացա արդեն։ Խնդրեմ։ Ուրեմն ասեմ, այս լեղապարկի խնդիրը շատ հաճախ է մեջտեղ գալիս, որովհետև երևի համարյա մարդ չկա, որ լեղապարկի պրոբլեմ չունենա, կամ չի ունեցել, կամ չի ունենալու։ Ուրեմն լեղապարկը անպատճառ հեռացնելու կարիք չկա։ Պետք է շատ ճշգրտորեն հասկանալ, թե տվյալ մարդու լեղապարկի հետ ինչ է կատարվում եւ ըստ դրա փորձել անել ամեն ինչ նախքան վիրահատության անցնելը։ Մենք ավելորդ օրգաններ չունենք։ Բայց եթե դուք ունեք քարեր, օրինակ ծորանը 3-ից 6 մմ է տրամագիծը։ Եթե դուք ունեք քարեր, որոնք խոշոր են, երբեք չփորձեք այդ քարերը ինչ որ լեղամուղ որևէ միջոցներով, որևէ բույսերով, որևէ ձեթով, որևէ լիմոններով մղեք դուրս։ Եթե ասեն, որ ձեզ կտան բույսեր, որոնք լեղին դուրս կհանեն, այդ քարեր դուրս կանեն, չանեք այդպիսի բան, եթե դուք չունեք ultrasound-ը, եթե դուք չունեք այդ լեղածորանին չափսը, չունեք քարերի չափսը։ Եթե չափսը, ես այդպիսի քայլեր չեմ ձեռնարկում։ Ես կարող եմ մարդուն օգնել քարերը հալեցնելու։ Այդ քարերը, լեղաքարերը տարբեր պատճառներով, հիմա այդ մասին չեմ կարող խոսել, այդ լեղաքարերը իրենք կուտակվում են, բայց եթե նրան չափսը այնպիսին է, որ կարելի է դեռ նրանց հետ պայքարել, գոնե մի ամիս, 2 ամիս մաքսիմում խմել դեղաբույսերից պատրաստված ֆորմուլա, դա մեկ բույսի հարց չի, մեկ բույսով չի լուծվի այդ հարցը։ Դա ֆորմուլա է, որ ասենք ես գրում եմ, դեղատոմս եմ գրում, դեղատունը պատրաստում է դա եւ հիվանդը խմում է։ Մեծ մասամբ այս բույսերի խումբը կարողանում է օգտակար լինել, լեղաքարերը հալվում են, փոքրանում են եւ հետո արդեն նորմալ մարդու կյանքի ընթացքում իրենք դուրս են գալիս եւ հետո պետք է կանխարգելել, պետք է այնպես սնվել, այնպես ջուր խմել, այնպես ապրել, որպեսզի նոր լեղաքարեր չառաջանան։ Լավ, հիմա շարունակեմ, ես ուզում եմ վերջացնել գոնե մի անգամ այս բույսի մասին վերջապես խոսեմ։ Դանգույը նաեւ կարող է խոնավացնել, այսպես ասած, աղիքները եւ եթե կա փորկապություն, նա եւս նպաստում է փորկապության վերացմանը։ Բացի դրանից նա նաեւ օգնում է, որպեսզի մենք մեր հազի ժամանակ եւ շնչհարկելության ժամանակ նպաստում է նաեւ հազի եւ շնչհարկելությանը։ Ես հաճախ եմ օգտագործում, որովհետև նա ունի շատ մեծ լյարդի նաև պաշտպանողական ֆունկցիա, նա ունի անտիբիոտիկ հատկություն, ցավազրկող հատկություն, անալգետիկ հատկություն, հակաբորբոքային հատկություն, ունի հակաառիթմիկ հատկություն, նպաստում է նաև միգրենների ժամանակ եմ օգտագործում, նեֆրիտների ժամանակ եմ օգտագործում, վերին աղեստամոքսային տրակտի, նույնիսկ արյունահոսությունների ժամանակ է օգտագործում,
օգտագործվում գիշերամիզության ժամանակ, երբ երեխաները տակը ճիշիկ են անում, օգտագործվում է, եթե ասենք տեղ-տեղ մարդու մոտ մազերը թափվում են, տարբեր պսորիասի ժամանակ է օգտագործվում է նույնիսկ խլության ժամանակ, եթե գոյություն ունի նաև խրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, եթե ֆարինգիտ կա, կոկորդի ցավ կա, խրոնիկ ֆարինգիտ կա, որ անընդհատ այսպես ենք անում, այդ ժամանակ եւս։ Այսինքն այս բույսը ես դեռ նույնիսկ չհասցրեցի բոլոր իր լավ հատկությունների մասին խոսել, բայց եթե դուք հարցեր ունեք, կարիք ունեք իմ օգնությանը, խնդրեմ, կարող եք զանգահարել 818 515 3366, ես մեծ հաճույքով ձեզ կընդունեմ, բարին ընդ ձեզ, կհանդիպենք մյուս շաբաթ։ Millennium Design Jewelry, որակյալ եւ գեղեցիկ զարդերի իսկական պատկերասրահ, դասական եւ մոդեռն ոճերի բացառիկ նմուշներ։ Մնայուն եւ աչք շոյող զարդեղեն, որն առավել կընդգծի ձեր հմայքն ու գեղեցկությունը։ Millennium Design Jewelry, Գլենդելի կենտրոնում գործող ոսկյա եւ ադամանդյա զարդերի հանրահայտ վաճառակենտրոն, որտեղ ձեզ առաջարկվում է յուրաքանչյուր առիթի համար մնայուն եւ անմոռաց զարդեղեն։ Millennium Design Jewelry